Փամբակի այս խողովակն է երկու հարազատ քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառներից մեկը։ Բնակիչները պատմում են, որ երեխաները փորձել են կարճացնել իրենց ճանապարհն ու այս խողովակով անցնել, հասնել մյուս ափ, բայց չեն հասել։ Գետի գրեթե ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Խողովակի վրով անցնելուց փոքրը ընկել է գետը, սոթ հատվել ընկել գետը, մեծն էլ ձեռը գցել է ուզեցել է օգնի, ինքն էլ է սայթաքել, հետևից ընկել։ Երկրորդ օրն է Փամբակի գրկից փորձում են գտնել երկու հարազատ քույրերին։ Դաժե հաքի շորջ չենք հայտնաբերել։ Չկա ոչ։ Փամբակ գետնն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է։ Անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Երեկ ըստ երեխաների մորաքրոջ մայրը նոր աշխատանք էր գտել։ Առաջին օրն էր, չէր ուզում բացակայել, երեխաներին մենակ է ուղարկել։ Մշտական հաճախել են 2-ից 6 ծնգա ժամանակահատված։ Միշտ մայրը ուշադիր է եղել, ուղղակի երեկ առաջի աշխատանքային օրն է եղել։ Չի կրծե երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկ քիչ մշտապել են, դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են, ու չեն հասել Օրան, ճանապարհին չկա։ Քույրերի մորը շրջապատել էին հարազատներն ու հարևանները, բոլորից մեկ լուր էր ուզում լսել, գտել են երեխաներին, բայց երեխաների փոխարեն պարբերաբար շտապօգնության բրիգադներ գալիս, փորձում էին հանգստացնել գետն ընկած քույրերի մորը։ Ամեն ինչ անում ենք, գտնենք հետքեր, նշաններ, որովհետև սա առանցվածային դեպք է, երեխաների հետ կապված, ամեն ինչ անում ենք։ Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը խողովակը մահաբեր է կոչում այդ թաղամասի բնակիչ մնացականը։ Ասում է առաջին դեպքը չէ, որ խողովակի պատճառով Փամբակը տանում է մարդկանց, մեծ ու փոքր։ Վրովը գնալ գալուց ես էլ եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուրս ենք եկել, ով չի իմացել խեղդվել է, մի մարդու էլ ալավերդիկ տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բան, ինքը իրանից ոչ մի դես չի տանում, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդ է մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ, եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Տարիներ առաջ անգամ ստորագրահավաք են արել, որ գան ու հեռացնեն անպիտան խողովակն, ասում է։ Պատճառաբանել են, թե սարքավորումներ չունեն։ Այստեղ տեխնիկայի խնդիր, բարդ մաթեմատիկական խնդիր չի, որ չկարողանան լուծեն։ Պարզապես կռուն կա պետք, տրոսը գցենք, խողովակը հանենք, տնենք ստեղով վсё։ Սա ոչ միլիոնների խնդիր է, ոչ մեծ հիմնարկության խնդիր է, սա պարզապես մի քիչ ուղիղ աշխատացնել է պետք, ժողովրդի մասին մտածել է պետք։ Դժբախտությունների պատճառ դարձած խողովակի մոտ են գալիս բնակիչները, կանգնում, աջ ու ձախ նայում, Նարեին ու Նարինեին փնտրում։ Նրանց շարքում էր Վանաձորի 7-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը, որ աղջիկների մասին էր պատմում։ Պարկեշտ են, խլացի, թե ինչ եղավ։ Ճամբարի համար երեխաներից 3-ը գրված էին, որ ճամբար պիտի գնային, երեկվանից ասում են Երանի գն արդեն գնացած լինեին, այս ողբերգությունը չկատարվեր։ Մի խոսքով, չգիտեմ, շատ վատ վիճակ է։ Ամբողջ դպրոցը սգում է այս պահին։ Որոնում են հարազատ քույրերին, լոռու փրկարարներին միացել է նաև Տավուշի թիմը, քար ու թուփ, գետի մեջ շարժվող ու անշարժ բոլոր առարկաները հատուկ ուշադրության են արժանանում։ Փնտրվող քույրերը շտապում էին, բայց տեղ չհասան։ Փրկարարները եւս շտապում են, ուզում են րոպե առաջ գտնել քույրերին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։